Պարոն Հովհաննիսյան շատ գիտաֆանտաստիկ ժանրից այսպես արձագանք էր, նույնիսկ չեմ էլ մտածում, չեմ կարծում թե ինչպես կարող եմ ձեզ հակադարձել, որտեղ ավելի քան ակնհայտ ամեն բան, 4 տարում ընդամենը 500-ի 8% եք իրականացրել, այսինքն 4 տարում ընդամենը 40 եւ դուք հիմա թույլ եք տալիս ձեզ հրապարակայինորեն ասել, որ մնացած 460-ը կիրականացնեք ձեր խոստումը ընդամենը 1 տարում չի կարելի, պարզապես չի կարելի, էլի։ Նույնիսկ ես հասկանում եմ, որ քաղաքականությանը տարբեր պիտակներ է տրվում, բայց այնուամենայնիվ որոշակի ազնվության շեմ կարելի է պահել։ Եվ ուղղակի այս տեմպերի, փողերի, նյութական, չգիտեմ, ֆինանսական թվեր կարող եք ասել, կարևորը արդյունքն է այստեղ։ Թվերով պետք չի մոլորեցնել հասարակությանը։ Բացարձակապես պետք չի։ Ընդամենը 8% է խոստումի կատարվել, հիմա դուք այստեղ փորձում եք ներշնչել բանականության նվազագույն շեմը հաղթահարած падգամավորների, որ 460 դպրոց 1 տարում կիրականացնեք, լավ էլի։ Հարց կար, Ես ընդամենը ուզում եմ ասեմ, որ ես այդ թվերի, ճիշտ ասած, այդ 40 թիվը, որը դուք հնչեցնում եք, ես իմ ձեռքի տակ չկա, գուցե հաշվետվության մեջ դա նշված է, բայց դա գուցե ավարտված դպրոցների քանակն է, ընթացքի մեջ, շինարարության մեջ գտնվող հարյուրավոր դպրոցներ կան, անցած տարվա արդյունքներով։ Ուզում ասեմ, դա քանի որ ինչպես պարոն Բագրատյանը ասեց, մի տարում դպրոցը չի սարքվում, եկեք հետևաբար նաև մարդկանց բանի մեջ չգցենք էլի այդ թվերով։ Եվ ես էլ եթե թույլ կտակ, Տիկին Գալստյան, հա, Տիկին Կյուրախյան, ես ձեզ ձայն կտամ։ Տիկին Գալստյան, բանականության շեմը եթե հաղթահարել ենք, առնվազն պետք է տեսնենք, որ շինարարությունը դա վազքի մրցույթ չէ, որ ամեն հաջորդ քայլին տոկոս է ցույց տալիս, թե ինչքան անցար առաջ։ Շինարարությունը բնականաբար այդպես է լինում եւ կարելի է նաեւ օրինակ պատկառանքի շեմը հաղթահարել եւ վերհիշել, թե այսքան ժամանակ եւ դաշնակցության ձեռքում էր կրթության ոլորտը, ինչ արե դաշնակցությունը կոնկրետ կրթության ոլորտի հետ, ես դες ձայն չեմ տվել, անջատեք խոսափողը, անջատեք խոսափողը, որովհետեւ դուք կերտ տվյալներ եք հրապարակում եւ թույլ չեք տալիս պատասխանել։ Մեր նախարարության օրոք 110 դպրոց ամբողջական կառուցվել է եւ պետք է մոլորեցնել հասարակությանը։ Բան անելու։ Կեղծը ձեր տված բաներն է, թյուրիմացությունն է, խնդրեմ Տիկին Կյուրեղյան։